Ես ուրախ եմ, որ ձեզ տենում եմ, ողջունում եմ։ Ես շատ սրտանց ձեզ ընդունում եմ, ուզում եմ, որ դուք նորից ընտրվեք, բայց մենակ մի պայմանով, էլի մի պայմանով, որ առաջի հերթին ես ուզում եմ, շատ եմ ուզում, այդ նախկին տականքներին Ռոբերտ Քոչարյանի, Սերժին, ինչքան որ կերել են, սա նանան լիստային նկատի ունեմ, որ ինքը փախած է երկրից, դրանց սաղին հետ բերեք ու դատեք դրանց սաղին։ Դե քրեական գործեր կան, իհարկե, ընթացքի մեջ են, հույս ունենք մեր դատական համակարգը։ Որ 10 տարի ինքը այդքան թալանեց կերավ, հիմա լուզման նորից իշխանության գլուխ դառնա, որ նորից էլի թալանի։ Դե իշխանության գլուխ դառնա չարեմիր եք որոշում։ Եվ իրանց որոշելով չի, կամ ին որոշելով չի, ձեր որոշելով է, դուք ոնց կորոշեք, տենց եք։ Չէ, դուք այն վաղ հիշում եք, որ ասեցիք, այն վաղ շուտ որ ասեցիք, ինչքան որ թալանել եք, սաղը հետ եք բերում թալանը, կոպեկ առ կոպեկ, դուք այն վաղ ասեցիք, հիշում եք։ Եվ հետ ենք բերում, կոպեկ առ կոպեկ հետ ենք բերում, հատիկ առ հատիկ հետ ենք բերում եւ հետ ենք բերում։ Որովհետեւ բա հիմա տեսեք, հեղափոխությունից մինչև այսօր Հայաստանի պետական բյուջեի հավելյալ են եկամուտները կազմել է 6.6 միլիարդ դոլար, բայց որտե՞ց այդ փողը։ Բայց այդ փողերն են, չէ։ Հիմա զուգահեռ նաև ապօրինի գույքի բռնագանձման համակարգը սկսում է աշխատել, համայնքային շահի, պետական շահի պաշտպանության եւ այլն ստերի կրճատման։ Ես հասկանում եմ, որ տեմպից դժգոհ ենք մենք բոլորս, բայց դա էլ պետք է հաշվի առնենք, որ մենք մաֆիայի հետ գործ ունենք, մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Մաֆիայի դեմ կռիվ տալը հեշտ չի։ Այս ու ընդ որում մաֆիայի դեմ կռիվ ենք տալիս այսքան բաների մեջով անցնելով։ Դրա համար մենք ոչ մի անգամ, ոչ մի քայլ հետ չենք արել։ Ուղղակի այո, մենք առաջ գնալու դժվարություն ունենք, բայց գնում ենք։ Դժվար, ծանր, բայց գնում ենք։ Եվ գնալու ենք։ Այսինքն տեմպի հետ կապված այո, դուք կարող եք ասել, բայց մենք ոչ մի հետ քայլ չենք արել։ Դրանում կարակ համոզված ենք։ Ոչ մի կուլիսային կոմպրոմիսի չենք գնացել, չենք էլ փորձել, չենք էլ մտածել, հնարավոր էլ չէր դա։ Մենք գնում ենք առաջ։ Ու ոչ մեկ ոչ միտեղ չի փախնի, բոլոր գույքերը կալանքի տակ են, ոչ միտեղ չեն կարա շարժվեն եւ այլն եւ։ Ու մենակ էջ հիշում եք այն նախկին գլխավոր պատախազ Աղվան Հովսեփյանը, որ ասում է, ինչ եք ուզում պետք կնի, սա Երևանը կթալանեի, այդ իր այդ ասած խոսքերը ինչ։ Ես չեմ հետևում իր ասածներին։ Նվիրեմ միած սրանից։ Ու մենակ գիտեք ինչ եմ ուզում։ Բանը մի րոպե էլի, այս արանքում ուրա Ալեքսանյան։ Արանքում sense ինչ որ բաներ կան, որ այդքան կարելի է։ Հա, ոչ է, հա։ Բայց մի բան ասեմ, ռազմավարությունը նորմալ է, զարգանում է մեր ռազմավարությունը։ Ամսի 28-ին կտեսնենք։ Հա։ Ամսի 28-ին Հանրապետության հրապարակ համեցեք, մայիսի 28-ին, այնտեղ մենք հաշվետվություն ենք ներկայացնելու, թե մեր բանակի զարգացման ոլորտում ինչ են կարել։ Լավ էմոցիաներս ձեզ, բարեմաղթանքներս ես խոսք եմ տալիս, որ ձեզ եմ անպայման ընտրելու։ Հա, բայց այդ դրա եկեք ամսի 20 կամ հեռուստացույցով կարող անդեղի կհետևեք։ Բայց երկրի կամած որ էսենց գնա լավ կլավանա, չէ՞։ Շնորհակալ եմ։ Դուք պետք է ասեք։ Ես սրտանց ձեզ ձայնը ձեզ եմ տալիս։